Ընտրություններին ընդառաջ իրավական կարևոր մի հարց շարունակում է բաց մնալ, ինչպես են ընտրություններին մասնակցելու տնային կալանքի տակ գտնվողները։ Թեման հայտնվել է հանրային քննարկումների կենտրոնում, առաջ բերելով ոչ միայն իրավական, այլև մարդու իրավունքների ապահովման հետ կապված հարցեր։ Արդարադատության փոխնախարարը ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, թե տնային կալանքի տակ գտնվող անձին քվեարկելու հնարավորություն կստանան եւ որ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ։ Պետության, այդ թվում նաև արդարադատության նախարարության եւ ենթակա կառույցների պարտականությունն է այդ իրավունքը ապահովելուն ուղղված միջոցներ ձեռնարկել, ինչի հետ կապված աշխատանքային խումբ է ձևավորվել եւ այդ տեխնիկական խնդիրները մենք քննարկենք։ Այս հայտարարությունից օրեր անց Արդարադատության նախարարությունը հերթական տեղեկությունը տարածեց, տեղեկացնելով, որ աշխատանքային քննարկում են անցկացրել անհրաժեշտ ընթացակարգերի հստակեցման նպատակով, բայց այստեղ փաստաբանները նկատում են, որ խնդրի համակարգային լուծման համար անհրաժեշտ է օրենքում համապատասխան փոփոխություններ կատարել։ Տնային կալանքի տակ գտնվող անձը երբ կարիք է ունենում բժշկական օգնության, պատշտապօգնության դեպքերից դիմում են դատարանին, դատարանը տեղեկացնում է դատախազին եւ հետագայում որոշում է կայացնում, որ անձը այսօր այս ինժանին կարող է դիմել բժշկօգնության։ Դա իհարկե եւս հարցի լուծում չէ, քանի որ անձը եթե ունի հրատապ բժշկական օգնության կարիք, ստացվում է, որ հարկադրված է սպասել մի քանի օր։ Սահմանադրությամբ ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը 18 տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեին մասնակցելու իրավունք, բացի դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվածներից, դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար դատապարտվածներից եւ պատիժը կրողներից։ Մասնագետները չեն բացառում, որ մարդկանց ընտրատեղամասեր ուղեկցելու հարցերում ծագեն որոշակի խնդիրներ, առաջարկում են դիմել վարույթն իրականացնող մարմիններին, հղում անելով սահմանադրական իրավունքի իրացման անհրաժեշտությանը։ Հաշվի առնելով էլեկտրոնային սարքերով նաև հսկողության տակ գտնվելու հանգամանքը, նույնիսկ ուղեկցություն պետք չի այդ անձանց, միևնույն է սարքով երևում է այդ անձը որտեղ է։ Բնականաբար յուրաքանչյուր կարող է ընտրել բացառապես իր ընտրատեղամասը։ Հետևաբար շատ հանգիստ հետագայում կարելի է վերհանել այդ անձը խախտում թույլ տվեց ընտրություններին մասնակցելով, այլ տեղ գնաց, թե գնաց ընտրատեղամասը հետ եկավ։ Այդ մեթոդով կարելի է այդ խնդիրը լուծել։ Դրա համար անհրաժեշտ է կամք եւ ցանկություն։ Նման իրավիճակների համար միջազգային փորձը տարբեր է։ Որոշ երկրներում կիրառվում է փոստային քվեարկության կամ հատուկ կազմակերպած շարժական խմբերի մեթոդը։ Մասնագետների դիտարկմամբ հեռավար կարգով քվեարկության հնարավորության ընձեռման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել այս մեթոդների ռիսկերն ու խնդիրները։ Չափանիշները, թափանցիկությունը, այն բոլոր երաշխիքները, որոնցով ապահովված են այդ ընտրատեղամասերը, բոլոր երաշխիքները պետք է ապահովեն։ Պարզապես այդ քվեատուփը սպտացնելով չի, էլի, պետք է օրենսդրական մակարդակով նաև դրա համապատասխան երաշխիքները լինեն, որպեսզի հնարավոր կեղծիքների հնարավորություններ բացառվի։ Ընտրությունների մնացած ժամանակը սահմանափակ է, իսկ հարցը դեռևս անորոշ։ Մասնագետները հիշեցնում են, որ խոսքը վերաբերում է ընտրական իրավունքի իրացմանը, որը յուրաքանչյուր ժողովրդավարական պետության առաջնահերթությունն է։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։